Տարին կլինի բավականին ջրառատ, ապրիլի 3-րդ տասնօրյակին կլինի գետի ջրերի բարձր հոսք, ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ։ Այս մասին գարնանային վարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ապրիլ-հունիս ամիսների հանրապետության տարածքում տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ։ Ապրիլին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1 աստիճանով, իսկ մայիսից հունիս ամիսներին նորմայից բարձր մինչև 1 աստիճանով։ Արդյունքում այդ ամիսների կանխատեսվող հիդրոօթերոթաբանական պայմանները վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան նորմային մոտ ազդեցություն։ Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօթերոթաբանական պայմանները, նախատեսվում է, որ 2026 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները կլինեն նորմաների 100-ից 130%-ի սահմաններում, իսկ առանձին գետերում 140-ից 160%-ի սահմաններում։ 2026 թվականի հուլիսի 1-ից ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 40-ից 45 սանտիմետրով, նշել է նա։